Բայց հիշում ես, որ ստեղ էր կանգառը առաջ, հետո տեղափոխեցին վերև, մենք ստեղ իջանք։ Ես ոչ միայն դա եմ հիշում, այլ ես հիշում եմ, որ բանակից զորացրվեցի եւ միանգամից այն հին մեր քաղաքի կենտրոնի տանից միանգամից հայտնվեցի այստեղ։ Այս շքեղ վայրում ինձ համար այն ժամանակից տրանսպորտ նստել։ Իհարկե տրանսպորտով այն ժամանակ շատ նեղ էին փողոցները, բայց սա արդեն կառուցված էր ու մի քանի 5 հարկանի շենքեր կային։ Այս բարձրահարկերը դեռ չկային, նշանակալից էր այն օրը, երբ որ ես ուղեկցեցի քեզ եւ ասեցիր, որ դու էլ ես Մասիվում ապրում, երկրորդ Մասիվում, եւ այս կանգառում իջանք։ Եվ ես նույնպես իջա, որ մի քանի քայլ գոնե մինչև ձեր տուն ուղեկցեմ քեզ։ Բայց հանկարծ հայրդ եկել էր քեզ ընդառաջ դիմավորելու ամեն երեկո գալիս դա էլ հենց առաջի պահից շատ ինձ զգացի գնեց, որ տեսեք նույնիսկ չնայած դու ուսանողուհի էիր արդեն եւ կարող էիր ինքդ, չէ՞, ուսումնարանից հետո գալ հասնել տուն, բայց հայրդ եկել էր քեզ դիմավորելու։ Դա շատ բան էր ինձ համար եւ էլ չեմ ասում այն առաջարկությունը, որ հայրդ իսկույն ինձ արեց, դե եկեք մեզ մոտ, բայց դա այնպես ասվեց, որ ես չկարողացա մերժել, ասել դե լավ գնամ, ինչ կլինի, չնայած ես չեմ ճանաչում ոչ պապայիդ, ոչ մամայիդ, ասի լավ միասին գնանք, համել տանտեղը գոնե կիմանամ, որտեղ եք ապրում դուք։ Դուք շատ խորամանկ շատ այն ժամանակ եւ իհարկե վերջը երևաց, թե ինչով ավարտվեց։ Ես չգիտեի գլխիդ գալիքը։ Չգիտեի գլխիս գալիքը, բայց լավ գալիք է։ Ես դժգոհ չեմ։ Սովորվեի Կովիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ մեզ որպես մի քանի երգիչների հրավիրեցին Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան, որ մենք այդ երգչախմբում որպես պրոֆեսիոնալ երգիչներ մասնակցենք նրանց երգչախմբի փորձերին եւ քննություններին։ Անահիտը արդեն այնտեղ սովորում էր եւ երգչախմբում այդպես հանդիպեցինք։ Համառ էր իր պնդումների մեջ համառությանը չէր, որ ես դուրք տվեցի, ես էլ համառ մարդ եմ, բայց ես այդ համառության եւ հանդիպումների շնորհիվ հասկացա, թե ում հետ գործ ունեմ, խելամիտ, լուրջ, ներող, զիջող եւ շնորհալի մեկի հետ։ Նստելուց, ակտիվ աշխատելուց զգացի, որ Անահիտը առանձնանում է մյուս աղջիկներից։ Միշտ ուներ հակած գործած, գեղեցիկ գործած ժիլետ, որը նույնպես հետո պարզվեց, որ ինքն էլ է գործում շատ լավ։ Ինձ թվաց ես էլ ճաշակով մարդ եմ եւ տեսա այդ ամենը։ Այնպես եղավ մի անգամ, որ միասին հայտնվեցինք կանգառում եւ միասին տուն ենք գալիս։ Պատահաբար եղավ իմ կարծիքով, որովհետեւ երկուս էլ Մասիվում էինք ապրում, նույն տրոլեյբուսում հայտնվեցինք։ Ճանապարհին իհարկե զրույց սկսվեց։ Ասեցի շատ ներողություն, ձեր անունը ինչպես է, ասեց Անահիտ, ասի բայց լավ է, որ ես էլ վաճառականն եմ։ Ու այսպես հեքիաթը հիշելով, այդպես զրուցեցինք, մտերմացանք եւ դա դարձավ մեր, այսպես ասած, շարունակելի ամուսնության առիթը։ Երկու երաժիշտ ինձ թվաց, որ լավ ճանապարհ պիտի անցնենք մեր կյանքում, իրար օգնելով եւ այդպես էլ եղավ։ Ես չգիտեմ, որ են տանում հեռավոր, ուղիների ժապավեններն անհամար, ես նստում եմ ճամփիդ վրա, ամեն օր եւ կարոտում
Եվ թաղծում եմ քեզ համար Թողնենք այդպես փոխենք երկրորդ ձայն փոխենք թե չփոխենք հիմա փորձենք Եվ այդ բոլոր ուղիներում ով գիտե գուցե մի օր դու երևաս լուսերես գուցե ժպտաս քո հայացքով արծաթե եւ իմ սրտի հուր ծաղկինքով ձոր բերես չէ այնպես ավելի լավ էր Ես ավարտեցի կոնսերվատորիան փողային բաժին գերազանց որպես կլարնետահար բայց քանի որ երգչախմբում երգել էի եւ սիրում էի երգել ես սկսեցի զբաղվել երգեցողությամբ չնայած հրավեր ունեի ստացած եւ պետական սիմֆոնիկ նվագախմբից եւ օպերայի սիմֆոնիկ նվագախմբից հրավեր որպես կլարնետահար բայց որոշեցի ինքս իմ սիրած աշխատանքով զբաղվել զուգահեռ նաեւ ես աշխատեցի մի շարք երաժշտական դպրոցներում Չարենցավան, Բյուրեղավան 4 տարի Գառնի երաժշտական դպրոցում հետո նորից սկսվեց երգչախմբային գործունեությունը հրավիրեցին ինձ երգչախումբ ստեղծելու Հայպետ Հողշին նախագիծ ինստիտուտ հետո առիթ եղավ նույնպես երգչախումբ ստեղծելու բժշկական ուսումնարաններում ինձ հրավիրեցին Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն քանի որ նրանք ողնաշարային վնասվածքով էին եւ բոլորը սայլակների վրա երեկոները նրանք ինչ որ բանով պիտի զբաղվեին եւ ես սկսեցի նրանց հետ աշխատել 97 թվականին մեկնեցինք Լիբանան մեկ շաբաթով համերգների ինձ պետք էր նաեւ ստուգել նրանք կարող են երկար ճանապարհ այդ վիճակում գնալ թե ոչ եւ տեսա որ կարող են երգչախումբը անվանեցինք Փարոս ավելի շուտ իմացա որ աշխարհում այդպիսի երգչախումբ չկա միայն Հայաստանում է այդ երգչախումբը արդեն 2000 թվականին հրավիրեցին Մեծ Բրիտանիա այնտեղ մասնակցեցինք Ջերսի կղզում համաշխարհային արդեն փառատոնի պրոֆմիությունները փակվեցին եւ իմ բոլոր այդ ինքնագործ երգչախմբերը վերացան ստիպված իմ ընտանիքի ֆինանսական բանը մի փոքր իհարկե նեղություն եղավ ես ընդունվեցի այդ հայօգնության ֆոնդում որպես վարորդ իմ սեփական մեքենայով Ժիգուլիով բայց մի անգամ ղեկավարը կանչեց ասեց դու վարորդ չես ասա ինչ է մասնագիտությունդ ասի ես երաժիշտ եմ Վայ, դա ինչ լավ է, բացականչեց տնօրենը, ես քեզ մի խնդրանք ունեմ։ Եկեք այնտեղ մի մանկական երգչախումբ հավաքենք։ Խնդրեմ Դաթև անունը շատ կսիրեմ, դուք անունը դրեք մանուկների Դաթև երգչախումբ։ 3 ամսում հավաքվեց 130 երեխա։ Ես ավարտել եմ խմբավարության բաժինը, բայց երբ Վաչեն ընտրեց խմբավարությունը, իբրև մասնագիտություն, պետք եղավ իմ օգնությունը։ Բայց ես չդարձա խմբավար, որովհետև այդ էներգիան, այդ ուժը, որ պետք էր համախմբել, հավաքել խումբ եւ նրանց հետ համառորեն աշխատել, ես չունեի։
Դրա համար ես տեսաբան դարձա եւ 4 թվականին ստացել եմ լավագույն տեսաբանի կոչում եւ գնահատված եմ եղել սիրված եւ ես շատ էի սիրում իմ աշխատանքը երեխաներն էլ ինձ էի սիրում ասում էին որ շատ խիստ եմ բայց արդար մարդ եմ եղել այսինքն 3-ը 3 էր 4-ը 4 էր 5-ը 5 էր 33 տարի աշխատել եմ նույն դպրոցում Սարգիս Ասլամազյանի անվան դպրոցում Արդեն հրավեր ստացա մանկավարժական համալսարան աշխատելու որպես խմբավար եւ այդպես շարունակվեց իմ ստեղծագործական աշխատանքը Ես որ թվի նկարա ծառայում եմ բանակում որ թվի 63 նվագում էի զորամասի նվագախմբում, բայց միաժամանակ նաև ընդունվել էի երաժշտական ուսումնարանը Լենինականում։ Այսինքն ես նկարել Լենինականում, հա։ Այո, Լենինականի նկարն է։ Կանես այդտեղ մի 18։ Ուրեմն երևի միակ երաժիշտն էի այդ նվագախմբում, որ զորամասի ղեկավարը թույլ էր տվել, որ ես գնամ ուսումնարանում այդ պահին սովորեմ, դասերին գնամ։ Փաստորեն իմ 3 տարվա ծառայությունը հենց այնպես չի անցել։ Սա ուրախության օր էր մեր տղայի հարսանյաց հանդեսն է, որտեղ այս սենյակում էր եւ ես տարերքի մեջ եմ երևի, բարում եմ, հա ձեռքերս ամոթ չէր։ Չէ, ամոթ։ Ուրախություն էր, չէ տղայի ամուսնացնում էր, չէ ամոթ։ Այս նկարը ընդհանրապես ես չեմ հիշում։ Ես երբ եմ մեքենայով զբաղվել մեր։ Միշտ։ Երևի այսպես է, հա, այսպես է երևի բան նկարը, հա։ Ժիգուլին մեր կարմիր։ Հիշում եմ, հա։ Որը ինչքան լավ ծառայեց մեզ։ Շատ լավ։ Հիշում ես մի անգամ հասա գործարան կանգար իջա մեքենայից, նոր ակը իջա, հա։ Նոր ակը իջա։ Չէ, մեր իրերն էլ են մեզ լավ ծառայել։ Լավ բարի մեքենա էր, մեզ լավ ծառայեց, ոչ մի վթար, ոչ մի բան, քանի տարի։ Դա հա ես սա հիշեցի որտեղ ենք։ Գոշավանքի ճանապարհը։ Ոչ, Վանաձորում։ Հա, այդտենց Վանաձորի վերևի հա անտարի մեջ միտեղ կարողացանք հանգրվանել մի փոքր մի հաց ուտելու թե ինչի ընտանիքներով մեր եւ քրոջդ ընտանիքներով եւ ես այնտեղ երեխաներին զբաղեցնելու համար թռա քարի վրա եւ քարի վրա կանգնած պար եմ գալիս Սիրիուս գործարանից հա սա էր հա ուղեգիր ստացանք ընտանիքով մեկնեցինք Գագրա Գագրայի ծովափ քաղաքը այնտեղ այս ամեր Հայաստանի խումբն էր Սա ձեր դպրոցի ինչ-որ մի խնջույքի ժամանակվա հիշում եմ, հա, բարի ժամանակ մեզ նկարանեցին։ Մեր արևին կատակ էինք անում։ Կատակ ենք անում, հա, որ շատ սիրելի զույգ ենք իրար հետ։ Այդքան տեղը կատակ էր։ Սա էր, ասածս էր կատակ։ Հա, Տաթև մանկապատանեկան, ինչու մանկատ է, փոքրերն են առաջի 2 շարքում, հետո մեծերը։ Շուրջ 100 երեխա մասնակցում են։ Հիշում եմ, ես լավ հիշում եմ այդ տարիները։ Եվ հիշում ես այդ երգչախմբով ովքեր կային։ Այն հայտնի մարդիկ, որ մնացին երաժիշտներ, դա Արամ Էմպետրին էր, որը երգիչ երգահան Մարատ Հայրապետյանն էր, իմ մանկական երգչախմբում Իվետա Էդիգարյանն էր, իմ մանկական երգչախմբում առաջի քայլերը անող, ոնց չնայես այս նկարին, ոնց չնայես։ Նայես ու հիշես թե ինչքան ջահել ենք եղել։ Երիտասարդ, բայց այստեղ դու չես ժպտում։ Երբ եմ ժպտում, որ միշտ էլ խոժոր եմ, էլի։ Հա, չէ, ինչու՞ մեկ ժպտում ես։ Պատմություն է սա։ Այդ հոգատարությունը իհարկե երկկողմանի է։
Միանշանակ ինքն է ավելի հոգատար, որովհետև իմ հիվանդությունները բազմաթիվ են եւ որոնց մասին իհարկե անշնորհքություն կլինի խոսել այստեղ, շատ հոգատար է, շատ երբ մի ջուր չկա, գազով ջուր չկա, գնամ բերեմ, ասում առանց ալարելու, առանց հոգնելու, գնա խանութ, գնա շուկա, երբեք ծանրություն չեմ վերցրել, ոչ ջահել ժամանակ, ոչ հետագայում։ Եվ ես երբեք չեմ թողնում, որ Անահիտը ինձ հետ շուկա գա, որովհետև ես գիտեմ, նա ձգտում է ինձ օգնել, բայց ես երբեք թույլ չեմ տա։ Ամուսնուս նվիրումը ես չգնահատել, ամբողջ ինքը գիտի, ամբողջ շրջապատը տեսնում է այդ վերաբերմունքը։ Ես ոչ միայն տեսնում եմ, այլ երբեմն ամաչում եմ դրանից, որովհետև ես նստած ասում եմ, «Էս բեր, խնդրում եմ, այն բեր», չի եղել, որ քիթ մռութանի, եթե մի անգամ տհաճություն արտահայտի դեմքը, ել չեմ ասի ես, մեռնելով թե ինչ կգնամ, ինքս կվերցնեմ, ինքս կանեմ, բայց երբեք ցույցել չի տա, գուցե ինչ որ բաներ դուրը չի գալիս, բայց երբեք ցույց չի տալիս, նույնիսկ դեմքով, ոչ թե ասելով։ Կյանքի ընթացքում մենք արդեն սովորում ենք իրար, ես մի բան ասեցի, Անահիտը սկսում է մտածել, հակադրվեմ թե ոչ։ Ես սիրում եմ շատ լռել։ Լռությունը դա համբերության նշան է նաև։ Ես շատ համառն եմ երևի, ինքը շատ ավելի զգայուն, ավելի խելացի էս պարագայում եւ ընդհանրապես։ Եթե ասեմ, որ չենք ունեցել վեճեր, կեղծ կլինի։ Ճիշտն ասեմ, վիճաբանությունը միշտ ես եմ սկսում, ես եմ ինչ-որ բանից դժգոհ, բայց Վաչեի շնորհիվ հարթվում են այդ տարաձայնությունները, որովհետև նա ավելի խելացի է։ Եղել են առիթներ, որ կարող էր դուռը խփել կամ հեռանալ կամ ցույց տալ երկար չէր տևում երբեք մեր անախորժությունները մի ժամից ավել չեն տևել երբեք։ Որովհետև եթե մի բան ասում է Անահիտը, ես սկսեմ հակառակն ասել, նա նորից մի բան ասի, ես սկսում եմ նորից, դա արդեն ճիշտ չի։ Ես սիրում եմ լռություն։ Որ ես գնահատում եմ, հեշտ չէր հավանաբար։ Ինչպես ամեն ընտանիքում լինում են եւ խոսակցություններ, եւ զրույցներ, եւ վիճաբանություններ, չասեմ, դրանք երբեք բուրն էտապ չեն ապրել իր համբերության շնորհիվ, իր զսպվածության շնորհիվ։ Ծով համբերություն ունի պարոն Վաչիկը։ Եթե ծով համբերություն չունենար, երևի չդիմանար։ Երեք դասս ված չավարտվեց, մեզ մոտ հյուրեր կային։ Չեմ հիշում, որ երկրից էին, Ամերիկայից, նահանգներից էին, թե ուրիշ այլ եվրոպական երկրից էին, բայց երկուսն էին եւ իրենց թարգմանիչներով պատահական դերս մտան, թե եկել ենք դասալսում ձեզ մոտ։ Մի հատ օգնի էս բարձր։ Այո, հիմա Էս էլ դիվրան։ Ես առաջ մտածում էի թախտերի վրա ոնց են նստել մարդիկ, սենց էլ նստել են, էլի դա։ Ես շարունակեմ, որովհետև շատ հետաքրքիր ստացվեց։ Եկան, նստեցին, ես ասեցի պիտի անպայման իրենց շարականի մասին խոսեմ, որովհետև դա շարականը այնպիսի մի բան է, որ ոչ մի ազգ չունի մեր հայ ազգից բացի։ Գրվել է ոչ թե նոտաներով, այլ բառերի վերևի մասում գրվել է խազերով։ Դրանք չեն թարգմանչուհին ոնց որ թե գիտեր այդ մասին, ու նա սկսեց իրեն մոտի մատիտով էր թե գրիչով էր, սկսեց թղթի վրա նկարել այդ խազերը։ Եվ շարականը մենք ելքեցինք։ Ակապելա է, չէ՞, շարական։ Ակապելա էր, այո, միաձայն ակապելա շարական կանի մարաջի քո եւ խնդրեմ ստողություն հանցանած իմոց։ Այդպես երեխաները լավ էր, երկեցին, ավարտեցին այս շարականը։ Դու լավ ես այլ, որ 4-րդ դարի շարական ես ցույց տվել, որ մենք 4-րդ դարում ունեցել ենք պրոֆեսիոնալ երաժշտություն եւ գրելու ձև ենք ունեցել։ Այո։ Տեղներից շարժվեցին, որ հեռանան, ժամը արդեն լրացել էր, ես ասեցի ոչ, չպիտի գնաք։ Թույլ չեմ տալիս գնաք, որովհետև դուք պիտի նաև լսեք հայկական ժողովրդական երգի մշակում, մի գեղեցիկ արագ գնացող այսեվա չհերովա։ Դա ժողովրդական երգ է։ Բայց դա ժողովրդական երգ է։ Ես չգիտեմ հարցը։ Չէ, կապարզա գրել է կոմպոզիտորը, բայց ժողովրդական մոտիվներով է, հա։ Մի ձայնավարություն եմ սովորեցնում երեխաներին, կոչում է քաղցր ձայնավարություն։
Այդ ո՞րն Հիմա է։ թե որ խմեցինք հիշեցի։ Ո՞րն է այդ կասը։ Թե տունդ թե, թխվածքով տուն թե տունդ թե, կիս տոն բարձրանում է, այդպես ձայնավարությունը եւ երեխաները բավական բարձր եւ զարգանում է մի ամսով ընթացքում լսողությունը, երեխաների երաժշտական եւ սկսում են հնչյունները մաքուր երգել։ Ինձ թվում է, որ ում տան քեզ կերկացնես, գիտես, այդ զգացողություն ունեմ։ Բան այդպես կա, բան կա, չէ, ասում են մայստրոին աթոռ էլ տակ կերկացնի։ Այդպես Հիսունհինգ տարվա ամուսիններ ենք, մի զավակ ունենք, մի թոռ ունենք, բայց այդ մի թոռը այնքան խելացի, այնքան զգայուն, այնքան նրբանվար, այնքան նրբանկատ, Աստված մեզ սիրել է շատ երևի, այդպես եմ կարծում։ Դժվար տարիներ էին, լույս չկար, ջուր չկար, էս չկար, այն չկար, տրանսպորտը լավ չէր աշխատում, մարդիկ նույնիսկ տրամվայի պոչերից էին կպնում։ Այդ տարիները մենք անցկացրեցինք այդպես մեկ երեխայով եւ հասկացանք, որ երեխան դարձավ մեր, այսպես ասած, մի պայծառ մի բան իրեն սովորածով գերազանց ընդունվեց այդ համալսարանը ժողովրդատեսչության եւ ավարտեց գերազանց նաեւ մենք գոհ ենք որ այդպիսի զավակ ունենք հիմա թորնիկը իրեն պապային անցնում է արդեն թե լեզուներով թե իրեն աշխատանքով թե իրեն սովորած գերազանց սովորած համալսարանով Բաճան լավ է լտես։ Անահիտ շատ գեղեցիկ է, ճիշտ ընտրություն ես արել եւ զգեստի հետ է սազական եւ ընդհանրապես։ Դուք ֆանտաստիկ ամուսին եք։ Արծաթեղեն շատ եմ սիրում, որովհետեւ արծաթի վրա աշխատանքը շատ է եւ ոչ ոսկու վրա։ Ոսկու արժեքը բարձր է, բայց արծաթեղենը ավելի ինձ համար ավելի գեղեցիկ, ավելի աշխատատար։ Չէ, ես չի ասի, որ ես բամբակ եմ, բայց շատ մեծ էլ զանգակ չեմ։ Երևի բամբակը վաչեն եղել ես, չասեմ զանգակ, այդքան զնգուն չեմ, բայց համառ եմ եւ ավելի կոշտ, քան ամուսինս։ Քար է եղել, նրան չկեղկստի, չորված չի ստացում մարդ։ Անջան, չեմ կարողանում այդ պահը, չեմ կարողանում վստահ երկել։ Ծերանում ենք, պետք է հաշտվել այդ մտքի հետ։ Ինչ ես ուզում։ Ծերանում ենք։ Մի փոքր մոտեցիր։ Հա, ուղենք այդ։ Ախ, լավ չեմ նվագում, արդեն վաղուց։ Ինչքան կարող ենք, ինչքան կարող ես։ Բայց կարողանամ նվագել։ Այո։ Վատ նվագեմ, հետո ասեցենք չէ։ Չէ, դու սկսիր, ինձ շատ պետք է։ Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ, մանկան նման, ծնքիդ գլուխս դրած, ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա, Ժամսը արդեն իրիկնացել սիրելիս Քար է եղել նրան շքեղ կրծքի տակ Իսկ ես ավաղ սիրտ եմ կարծել Ես մնացի մենակ վերջում, արագ ավարտեցիր, հա, արագ ավարտեցի, իսկ ես ավաղ, սիրտ եմ կարծել, սիրելիս
Էս եղավ նվակ։ Այո, այսպես էլ պիտի լինի։ Էլ չեմ ասում, եթե թոքերի շնչառությունս բավարարում է, այդ հնչյունները ես կարող եմ մի քիչ ավելի երկարացնել։ Էլ չեմ ասում վերջի քարյակի վերջում, որ արդեն ավարտում ենք։ Այդտեղ ավելի Ես ասնակար չեմ, ախր ես գիտեմ, հասկանում եմ, բայց հիմա դու շատ լավ օգնեցիր ինձ, հատկապես այդ բարձր հնչյունը, որ ես կարողացա վերցնել երգել։ Ինչ ես կարծում, ինչի շնորհիվ մենք այսքան երկար միասին ապրում ենք համատեղ կյանքով։ Համբերատարությամբ։ Քո։ Չէ, այդպես չի, միայն իմով ոչինչ դուրս չի գա։ Համատեղ, մեր համբերությամբ, մեր երեխայի համբերությամբ, բայց եթե դու մի ինչ-որ բանում զայրացած ես, նեղված ես, ես իսկույն, եթե սկսեմ դու նորից եկել ես ինչ անեմ, եթե դու երաժիշտ չլինեիր, կասեիր դե հերիք է, ինչ ես ընկել երգի հետևից, ինձ ուզում ես երգով գրավել, ինձ ուզում ես երգով շահել, իմ համբերությունը եւ այլն։ Այսինքն եթե դու երաժիշտ չլինեիր, այս հնչյունները չէիր զգա քեզ վրա։ Հնչյունները ասեմ, բառը ասեմ, ինչ ասեմ։ Բայց մի բան էլ ասեմ, որ չասեմ սխալ եմ, բայց միշտ չի որ անթերյա լինում։ Եթե մենք երկուս էլ երաժիշտ չլինեինք, քո աշխատանքի պահերը ես այդքան չէի զգա, այդքան չէի գնահատի։ Աշխատանքի մեջ շատ դա էլ կա, իհարկե, ոչ միայն չէի գնահատի, այլ նաև երբեմն եղել է, որ իմ այսինչ տեղի, այսինչ մեղեդու սխալը կամ այսինչ բառի արտահայտությունը դու իսկույն ուղղել ես։ Դե ուրիշը քո փոխարեն կարող է ասել դու ինձ շատ չգիտես Սուսմեն, հա։ Բայց այդպես չի եղել։ Չէ, այդպես ոնց կլիներ, հաճախ է լինում, քանի որ ես արդեն ծերացել եմ, դու ինձ անդադ ասում ես, որ ես երգելու ժամանակ սկսում եմ հնչյունը բարձրացնել։ Դա ես չեմ զգում։ Ուրեմն դա արդեն ծերության կամ ոնց է երաժշտական ականջի բանի խնդիր է։ Բայց ծերությունն էլ իր լավ կողմեր ունի, պետք չի վախենալ ծերությունից, ոչ միտեղ չշտապել, ոչ մեկին պարտական չլինել։ Արի ասենք, որ Աստված բարեհաճ է մեր նկատմամբ, լավ հարևաններ, լավ բարեկամներ, լավ մարդիկ միշտ հանդիպել են մեր ճանապարհին ու միշտ դուռ են բացել մեզ համար։ Իհարկե, դա էլ կա, որ գնահատում են մեզ, երբեմն մենք միասին քայլում ենք կամ զբոսնում ենք միասին, մարդիկ ինչքան բանով են մեր նկատմամբ, անընդհատ նույնիսկ օտար մարդիկ, որ մեզ տեսնում են, ասում են, «Վայ, ես ինչ լավ զույգ եք, ես ինչ լավ ամբողջ օրը միասին եք քայլում», որ նախանձեն, որ նոր ենք եկել այստեղ, բան են, զույգեր չէին քայլում իրար հետ ու գտնում էին, որ ինչ-որ մի ամոթ բան կա, էլի, որ ամուսիններ իրար հետ քայլում են, բայց մեր պարագայում այդպես չի եղել, սովորեցին մի քանիսն էլ օրինակ վերցրեցին, եթե նկատել ես։ Իհարկե։